Որը ամեն երկուշաբթի ժամը 11-ին Եկող շաբաթվանից նորից այո, կվերականգնենք, այնպես որ խնդրում եմ ուշադիր եղեք, եկող շաբաթ ժամը 11-ին պարոն Ղազարյանի հետ կլինենք ուղիղ եթերում, ես գիտեմ, որ շատ է ազդում մարդկանց, որովհետև մարդկանց այդ բանն է, իրենց առօրյանն այդպես կամ շաբաթը սկսում էին մեզ հետ, ինչը շատ ուրախալի է։ Եվ այսպես, պարոն Ղազարյան, երեք պարոն Ղազարյանը իր էջում անոսել էր այսօրվա մեր հանդիպումը, ասելով, որ հատկապես ոչիլների ընտանիքը թող բոլոր ուշադիր լինեն, հետևեն, հա, ինչ եք ասել։ Ոչլոտների ընտանիք։ Ոչլոտների ընտանիքին եւս դիմել էր, ես վստահ եմ, որ հիմա ամեն ինչ թողած իրենք այդ ընտանիքը ուշի ուշով հետևում է, նույն ինքը որ ասում է, on je Goga, on je Gosha, on je չգիտեմ ինչ, հիմա անաժը Հա? Հիմա նայում եմ։ Բանը բունկերի տիրուհի, անաժե բունկերի ոչիլ, անաժե Սալամ ալեյքում։ Բա, ինչպես ասում է Կարինե Նալչաջյանը, անաժե բան, բաջի, էլ ինչ ասեմ, հանուն ոչնչի տենց բան գնալ, հանուն ոչնչի են գնացել, այսպիսի հայտարարություններ անող մեկը, բայց դե ամենակարևոր բանը ինքը միևնույն է, ես կարծում եմ կյանքի որ հատվածում էլ ինքը պատասխան է տալու, թե բունկերում ինչ է արել եւ այդ ինչպես վաճառվեց ու հանձնվեց Արցախը եւ կործանվեց եւ ինչպես կործանեցին Արցախը, պատրաստում են կործանել Սյունիքը եւ Հայաստանի Հանրապետությունը եւ ընդհանրապես ինչպես այս զույգը բերեց 4 պատերազմ եւ հիմա էլ մեզ տանում է ոչնչացման, հա, 5-րդ վերջնական, այսպես ասեմ, պատերազմին։ Եվ այսպես տիկին ցնցումների մեջ է, ես չգիտեմ սա ինքնա ցնցման process է, թե հրահրողներ կան, այն զուգընկերն է հրահրում, պարոն Ղազարյանը շատ ավելի մասնագետ է, ինձ հուշում էին, որ ես էլ հիշեցի, որ փաստորեն կարծում էի այլ ալիքով է եղել, նաև մեզ մոտով այսօր դուք հնարավորություն կունենաք մեկ անգամ եւս լսելու են խայտարակ բացահայտումների մասին, ինչի մեջ որ բացահայտումներ այս զույգի հետ կապված, կտեսնեք, թե ինչ ահռելի թալանով է զբաղված այս զույգը, փաստորեն ամենահարուստ զույգն է, իրենցից հարուստ մարդ, ոնց որ թե Հայաստանում չկա, Աննա եւ Նիկոլ այս զույգը եւ ցնցումներն էլ անշուշտ մի քանի բանով են պայմանավորված, այն որ վերջապես ինչ որ sense համատեղ ուժերով սկսել են բացահայտել այս անձանց մեծ կոռուպցիոն սկանդալների մեջ են տատախված, բացահայտում են իրեն մեծ թալանը եւ նաեւ իրենք սկսել են արդեն քարոզարշավը, մենք նախնական զրույցում ես խոսում էինք պարոն Ղազարյանի հետ, շատ ճիշտ դիտարկում էր, չէ՞ որ իրենք այլևս առերեսվում են իրականության հետ։ Ինչպես դուք եք ասում, ոչլոտ, հա, ոչլոտների ընտանիք ասեցիք, ինչ ասեցիք, ինչով եք զբաղված, բայց այդտեղ հենց ասեցիք այդպես, ես ասեցի, կարողա պատահական չի, որ ինչ որ մեկը կար բեղերը խուզեց, մազերը խուզեց, կարողա ինչ որ տենց բանա, այդ վաղուց է ինքը նկատել եւ հասկացել, խոսքը Սամվել Բաբայանի մասին է։ Օրինակ բեղերը ինչ էր եղել, տենց գնաց խուզեց, հետո բեղերը քիչ էր գնաց մազերը խուզեց։ Ինչ որ մի բան այդ մարդը փաստորեն պարոն Ղազարյան գիտեր էլի։ Հմ? Ուրեմն այն ինչ որ երկու օր մարդկանց թվում է թե դա Աննա Հակոբյանի հիստերիան է, բայց ես ներքին համոզմունք ունեմ, որ դա Նիկոլ Փաշինյանն է։ Որովհետև միևնույնն է նման բանը թեկուզ եթե Աննան լիներ ինքը առանց ամուսնու հետ ամուսին այտենց պայմանական ենք ասում էլի։ Ախ, դրանք ինչ են գերպիտի լինեն դրանք։ Եսնամ ինչեր է, էլի, եսնամ ինչեր է։ Եսմ ինչեր է։ Հա, էլի։ Եսիմ ինչեր է։ Հա, դրանք եսնամ ինչ են։ Հա։ Լուսակի Արմեն Գրիգորյանը կասել եթիմներ է։ Հա։ Հիմա էդի պարզա չէ, որ ինքը առանց մյուսի համաձայնեցնելու չէր անի։ Իր հասարակական գործունեության հետ, ասենք, չգիտեմ, էլի, իր շորիկի նկարը չի, էլի, որ դնի առանց։ Հիմա եթե դա համաձայնեցված է, ես վստահ եմ, որ իրար այդ տունը վերընկած, այնի հեռախոսը վերցնում է, չի դիմանում, վերցնում է կնգա հեռախոսից է գրում։ Ինձ ես ներքին համոզմունք ունեմ, որ Ոչ իրավունք ունի, կթողնի։ Հələ տեսիկում մասին եք խոսում։ Հա, ոչ չունի։ Այդ կնիկը իրավունք ունի իր հեռախոսը վերցնի WhatsApp-ով BDԽ-ի նախագահային նամը գրասի դիում գրի։ Դա բանա։ Դու մտածում ես։ Դե բա։ Դրանց տունը հեռախոսները ասես միտեղ դրած է, վեկը վերցնում է, ասենք հիմա կարող է երեխան էլ Արփին էլ հեռախոսը վերցի, ասենք մտնի։ Ասի Ալեն վեկած վազի։ Գնատաներով ընկի մի հատ Ալեն վեկած վազի, Ալեն։ Ասենք պատկերացրու, երեխա է հիմա։
Հոր հեռախոսը վերցնում է, բացում է WhatsApp, գրած է ԿՊ-ի խումբ։ Քաղաքացիական պայմանագիր։ Հա, ասենք այդ տարեր հավաքի, հա։ Էդ է մա։ Հիմա ասենք բացում է, ստեմ այդ խումբ կա։ Ասենք քաղաքացիական պայմանագիր խմբակցություն։ Գրում է, մտեք սեղանի տակ, հաչացեք, նկարեք վիդեոները ուղարկեք պապային։ Այդ չի գրետ երեխեն, մենակ գրի հաչել է։ Չէ։ Ասենք, մտեք սեղանի տակ, հաչացեք, նկարեք վիդեոներն ուղարկեք։ Մատելը խնդրում եմ ինձ ասա, թե քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ով չի անի դա։ Ոայ։ Ասենք, մեկը տվեք հեռախոսը հաղորդագրությունը գալիս է գրած է։ Հենց հիմա մտեք սեղանի տակ, հաչացեք, նկարվեք, վիդեոն ուղարկեք։ 10 րոպե հետո 69 հատ վիդեո ղռ միանգամից գալիս է իրանց այդ հեռախոսին։ Հիմա նույն էսիկն գա հեռախոսը վերցնում, ասենք նստած են միանգամից, վատ տրամադրությամբ եկել են, ասենք գնացել են Սյունիք, մարդ չկա իրանց տգետների դպրոցում, վերջը խո հիմար չեն, տենում են, չէ, ասենք որ ով եկել է, սա զորրով բերած, ասենք կամավոր, այնտեղ ասենք դες մարդ չկա, որ կամավոր լսած լինի տգետների դպրոցի դասա, հելնի գնա անդեմ դրան մասնակցի։ Զորրով ասեք իրանք էլ են տենում, էլ դեմքի մարդկանց դեմքի արտահայտությունը ցերևում է, էլի որ զորրով եկեն նստել են, րոպեներն են հաշում, թողնեն դա ոչ հետաքրքիր է, ոչ ինֆորմատիվ է, չէ, ոչ օգտակար է։ Հա, գյուղապետն է նստած, մարզպետն նստած, ստիված, պիտի են հիմնարկի պետերը նստած, դրանց վահից, տենց վախից նստած, իրանք է զգում են, չէ, որ դա ինչ վիճակ է։ Հետո մտածում են, գալիս են ճամփին է վերտայլոտով գալիս են, ասում են, լսի, 7 տարի առաջ էր այս ժողովուրդը մեզ ոնց էր ընդունում, մեզ ոնց էին սիրում, ինչ տրամադրություն է, այս ինչ արինք էլի մենք, հա։ Այս ինչ բերինք, որ այս մարդիկ ընդամենը 7 տարվա մեջ այս ձևի ատելությամբ լսվածել է, որ զորով չկարանանք, ասենք մի 50 հոգի մարդ հավաքենք, դեմները ելույթ ունենանք, նկարենք, գցենք TikTok։ Իրանք էդի խո հիմար չեն, հասկանում են, չէ։ Հետո մտածում են, ասում են, լավ, ով է մեղավոր, որ է տենց հա։ Ասում Անժելան է մեղավոր, Էդգարն է մեղավոր, Էմյուսն դիմադ է Տաթև, Արցախն է մեղավոր, Հրապարակ օրաթերթի լրագրողն է մեղավոր, Էմյուս լրագրողն, Էմյուս քաղաքական, այսինքն դրանք են մեր մասին, մեր բացահայտումները անում, Աննա Գրիգորյանն է մեղավոր, սա որ անիվ հիմնադրամ, այս կոռուպցիայից, սրանք են մեղավոր, որ լավն են, չէ։ Բանը, մոդելներ էին, թե իրանք են։ Վերջը, ասում է սրանք են մեղավոր, դե որ սրանք են մեղավոր, հեռախոսը բեր, վերցնենք ու սկսենք գրել, վիրավորել, անպատ, հիմա ասենք օրինակ երեկվա այդ զեղումը, ինչի վրա էր այդ բանում, որ ստեղից էլ է, ասե, ազգային ժողովն է, որ օրական իր կառավարական ամառանոցի պահպանման ծախսերը 1.700.000 դրամ որ, ասում է սուտ է, չէ, լավ, դե հիմա բանն է, Աննան, ասել է սուտ է, էդի սուտ է, ճիշտ է դու ասա։ Հիմա ամառանոցային տնտեսությունը պետական հիմնարկ է, ճիշտ է։ Պետական բյուջեից ստանում է ֆինանսավորում։ Խնդրում եմ, դու ինքդ էլ այս պահին ինքն էլ նաև բանն է, Հայկական ժամանակ էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր է։ Հայկական ժամանակ օրաթերթում խնդրում եմ այսօր տպագրի հետևյալ տեղեկությունները։ Ամսական պահպանման ծախսը, տարեկան պահպանման, ես օրինակ հարցում էին արել լրագրողները, թիվը որտեղից են վերցրել։ Լրագրողները հարցում էին արել, թե պետական ամառանոցային տնտեսության մի տարվա պահպանման ծախսը բյուջեով ինչքան է։ Սկզբնական շրջանում ասում էին գաղտնիքա չեն ասում, հետո ի վերջո ասում են, այդ թիվը որ բաժանում է 365-ի, օրական ստացվում է 1.700.000 դրամ, այսինքն դա դրա ծախսը։ Ընդ որում, սրա մեջ չի մտնում պետական պահպանության ծախսերը, որտեղ իրանք թիկնազոր ունեն, չէ, պետական պահպանության աշխատակի, տարածքը պահպանվում է, դրանք աշխատավարձ են ստանում, չգիտեմ, պրեմիաներ են ստանում, այդ տարածքի մուտքի մոտ, այդ Պրոշյան փողոցի վրա անցնողները կարանային, ոստիկանական ավտոբուսներ են կան, դե մի 30-40 հատ սեփական ավտո է կանգնած, դրանք սա ոստիկանների ավտոներ, իրանց ոստիկաններին իրանց սեփական բենզինի չեք են տալի, իրանց սեփական ավտոներով են, որովհետև ջահել մարդիկ են պարապությունից մեղքել են, չեն մանում ինչ անել, այդ հավով շաուրման բերեն մտնում են, մատե գազով։ Սաղորանը պարապ, պետք է քնեն, չէ՞, որտե քնեն, խո այն գազոնի վրա չեն քնելու։ Ասում են ձեր ավտոներով եկեք, ավտոյի մեջ քնեք, բան կա։ Հիմա հենց հիմա հələ գնացեք այդ Պրոշյան փողոց դաչայի մոտ, տենաս երևի մի 200 ոստիկան ավտոների մեջ, ավտոբուսի մեջ պարապությունից մեռնում։ Անիծում քֆրտում այդ ոչ։ Այո, 100%։ Դա ամենաշատ դրանք են, դրանք ասեք հիմա որ տենում են, այսպես բարևելու զգում են,
ոնց որ ասի Ղազարյան ջան, մի բան եփ եք անում, էլի։ Ուրիշները եթե այնց հարցնում են, դրանք հայացքով էլի։ Երբ ասեք։ Մի բան արեք, էլի։ Ամենաշատ քաշվածը այդ ոստիկանների աշխատավարձը, այդ իմ ասացի մեջ դրանք չի մտնում։ Մենակ պահպանության ծախսերն է։ Սուտ եմ ասում, ճիշտ է դու ասա։ Իսկ հարցում եմ արի, ասում եմ, խնդրում եմ ասեք օրինակ Նիկոլ Փաշինյան նոր տարուց հետո մի հատ մի րոպեանոց տեսանյութ հրապարակեց իրար հետ։ Շատ սիրուն է։ Բանը, մի րոպեանոց տեսանյութ հրապարակեցին, որ Նիկոլ Փաշինյանը իր ձեռով դե նոր տարուց հետո ոնց է չլի մարդիկ սաղից ընտաների չնայած էդի սխալ բան է, պիտի ռացիոնալ լինել, բայց ավել անում է սնունդ էլ, այսինքն միշտ ավել ես առնում, բանը այդքան չես ուտում, հիրա դուր ես հյուրեթում, ավել անում է սնունդ։ Դե հիմա ավելացած հնացած սնունդը լավ է, ճիշտ է, սխալ է, պիտի թափես, որովհետև բանը վտանգավոր է, ասենք թույները գաղթուներին է տալիս, մարդկա էդ էլ չէ։ Մի խոսքով բանը պիտի թափես, որովհետև չի կարելի, ասենք հնացած սնունդ ուտես։ Հիմա սրանք պարզվեց զիբիլը չեն թափում։ Զիբիլը լցում են մի ժառովնիկի մեջ, վրեն տաքացնում են, վրեն ձու են ջարդում, տալիս են Փաշինյանն ուտում է։ Ընդ որում մենակ Փաշինյանն է ուտում։ Աննան չկերավ դրանից։ Ես ուշադիր եմ ելել։ Ասենք ինքս Աննան չկեր երեխեքին է չտվին։ Դրանք շուն են, 5 շուն ունեն։ Չալոյից բացի 4 շուններ ունեն։ Բողարն է, ամպիկն է, արջուկն է, 4 շուն կա Չալոյից բացի։ Շներին է չտվին, մենակ Փաշինյանին։ Հիմա ասենք թե ես ասում եմ դու մեզ ինչ ես ցույց տալի, որ դու զիբիլ ուտող ես, չասես զիբիլի վրա ձուն տակածում ես, ձուն ջարդում ես, որ ինքը տենց համեստ, աղքատ, ու ինչ կոռուպցիա, ինչ միլիարդ աղքատ տեսել է։ Իրանք զիբիլ ուտող, հան, այդ տենց աղքատ, սովորային ամենահասարակ մարդ, ասում եմ այդտեղ, չէ։ Հիմա ինձ կարակ դուք հրապարակ, այսօր դիմում եմ Աննա Հակոբյանին, ասում եմ, խնդրում եմ հայկական օրաժամ, հիմա պարզավոր լսում է։ Հայկական ժամանակ օրաթերթում տպագրի կառավարական ամառանոցային տնտեսության աշխատակիցների հաստիկացուցակը։ Ինձ ասենք պետք չի, թե անուն ազգանունը ովքեր են, ասենք որ անհատական տվյալներ այդ մարդկանց պետք չի, որ իմանամ ով է աշխարհ, ինչ է պետք ով է։ Հաստիկացուցակ, ասենք ես ուզում եմ իմանամ կոնկրետ իրանց տան, առանձնատան սպասարկող քանի խոհարար կա, քանի մատուցող կա։ Կխափի։ Չէ, դա ասեք ո՞ս պիտի լավ էլի Անժելա, դրանք սուտ ասած կան այդ մարդիկ, լավ էլի։ Սետո երկիր հացախելչի։ Դրանք չգիտեն սուտ ինչ բանա, չէ։ Չասեք, հիմնարկի աշխատողների բանը հաստիկացուցակ այդ զորով չեն կարող։ Մատելը տպի տենանք ասենք, քանի իրանք Ինչքան ես գիտեմ, եթե չեմ սխալվում, այդ մի տանը 2 խոհարար կա, չեմ ասում խոհարարի օգնական կա։ Այսինքն իրենք խոհարարներ ունեն, մատուցողներ ունեն, սպասավոր անձնակազմ ունեն, բայց ցույց են տալի, որ իրանք իրան զերով զիբիլ ուտող են, հա։ Այդ մի րոպե տեսայնուտ հրապարակում են մարդ են խափում, ու մնացած ժամանակ ապրում են այդ ճոխ վայրենքների մնացած ամեն ինչի մեջ։ Հարցում եմ արել, ես ինքս անձամբ պատասխան գրությունը տուն իմ սեղանին դրած է։ Պետական պահպանության ծառայությանը ասում եմ, խնդրում եմ ինձ ասեք Աննա Հակոբյանի համար իրան սպասարկող ինչ մեքենա է իրան սպասարկում, որ թվականի արտադրության է, որ թվին եք դուք դա ձեռք բերեք եւ ինչ արժի։ Պատասխանել են, այդ տեղեկությունը մենք ձեզ չենք կարող տրամադրենք, որովհետեւ դա գաղտնի տեղեկություն է։ Ուրեմն պետության համար զենք են առնում, սու։ Գինը ասում են, Հնդկաստանից հրանոթ են առնում, մագնիշն ասում են, տեխնիկական պարամետրերն ասում են, գինն ասում են երբ կլինի ուրա հասե։ Բայց Աննա Հակոբյանի մեքենայի տվյալները ասում են, դա գաղտնի է։ Այ բալա գաղտնի չի, քշմեք տենում ենք, Lexus է։ Ասենք ո՞նց է գաղտնի, ավտոյի ճիշտում է, ինքը վիդեոներ է հրապարակում, նայում եք տենում ենք Lexus է։ 2023 թվի է, 2023 թվի Lexus մտնում ես ինտերնետ, գրում ես Lexus 2023 մոդելը գրում ես, ասենք թե XL, չգիտեմ GS, չգիտեմ, նայում ես ինչ մոդել է, գրում ես գինը բերում ես, մամ ստանդարտ փաթեթ այսքան է, օպցիաներով հաշվում ես, մամուլում եք գրել է 135,000 $, մենակ Աննա Հակոբյանի սպասարկող Lexus-ն էլ չեմ ասում, հետևի ուղեկցողը, դեմի ուղեկցողը, միշտ պետք է բանը, հələ այդքանը քիչ է, մի հատ է բարեկային ծառայության մեքենային կապանում էլ վթարի ենթարկվի, չէ։ Հիմա ասենք թե դրա սուտը ո՞րն է։ Էդի սուտնա ճիշտն է սա։ Ճիշտն է սա, բա, եթե էդի սուտնա։
ակնհայտ է չի, բայց ասենք մենք այտենց հիմա որ այտենց խոսում ենք, չեն կարող մարդկանց խափեն, չէ՞, հիմա ժողովուրդն լսում են, ասում են, արա, սրանք փաստորեն ծոփուշով այդ կյանքով, հիմա ասենք օրինակ նստել ես, դա խոսուց չի։ Մարդու կնի Կիրակի օրով նստել եք պետական ուղղաթիռը, գնացել եք Սյունիք տգետների դպրոց, ճիշտ է։ Հիմա ասում եմ իմանամ ուր եք, այդ պետական ծրագիր չի, կառավարության գործունեության հետ կապ չունի, վարչապետի պաշտոնական պարտականության հետ կապ չունի։ Թրծրել էին մի րոպե, Դասընթացը ոչ ակադեմիական դասընթաց, անացել չէ, որ ասես մեր վարչապետը նաև տնտեսագիտության տեխնացու է, նաև ինքը ոչ աշխատանքային օրերին ժամերին դասախոսություններով ահանդա, ատա գնա ասենք թե շրջիկ պրոֆեսոր է, չէ, շրջիկ պրոֆեսոր չի, անգրագետ մարդ է, կրթություն չստացած մի հատ սովորական մարդ է։ Հիմա նստել եք հիմնա ինքը պրոֆեսոր չի, ակադեմիկոս չի, չգիտեմ, դոցենտ չի, բանը դասընթացը, որը կազմակերպել է, պետական չի, իմ քայլը մասնավոր հիմնադրամ։ Հիմա դու վերցել ես, սրան նստացրել եք պետական ուղղաթիռը, հել եք գնացել եք, հասել եք Սյունիքում, մի հատ տգետների դպրոցի, հանդիպում եք կազմակերպել, նստել եք ուղղաթ ծախսեք, չէ՞ արևպետության։ Հարց եմ տալի, ով է ձեզ այդ իրավունքը տվել։ Մասնավոր գործ եք անում, Կիրակի օրով մարդու մատ ավտո ունեք, նստեք ձեր ավտոն մարդու կնի, քշեք, եթե եք գայիք։ Կամ Հայաստանում բան կա, մասնավոր ուղղաթիռային ծառայություններ մատուցող ընկերություն կա, կարծեմ հելիկոպտեր Արմենիա։ Միլիարդեր մարդիկ եք, փողը Հա, դուք էլ փողի խնդրեմ չունեք, չեք իմանում փողն էլ ինչ անի։ Վերցեիք, ասենք այդ մասնավոր ընկերության ուղղաթիռը վարձեք, բայց պետական դրա ծախսը պատկերացնես ինչ գումարներ է։ Հիմա այսօր Արսեն Բաբայանն էր գրել, մի հատ անաստաբուժի են դատում, ինչ որ, չգիտեմ, ձևակերպելա, չի ձևակերպել, նրա ամսական աշխատավարձը մի 60-ը, գիտեք, քանի դպրոցի դիրեկտոր են գործից հանել դատել են, որ մեկի մի հատ պահակ է ձևակերպել, այդ պահակ գործի հետ է պահակ է, չէ, մի ժամ գալիս է, մի ժամ չի գալիս, ասենք, չէ, քարտը մոտ տալը փողը դու ես ստացել ամսական 70,000 դրամ աշխատա, ամսական։ Այ բախտավաներ, ձեր վերտալյոտի ծախսը նայեք, ձեր ամսական աշխատանք, ինչի համար եք տանում դուք, հարյուրավոր մարդկանց դատում, ինչի վրա եք դուք այդ ձեր ծախսերը իրականացնում։ Մինչև հիմա Աննա Հակոբյան հարցում են արի, ասում են գնացել եք Հռոմի Պապի մոտ, այդ լուսահոգի, գնացի խշմարտ մեռավ։ Գնացի բայուշ է։ Գնացին Հռոմի Պապի մոտ, Փաշինյանը նույն օրը հետ եկավ, Աննա Հակոբյանը մի 10 օրից ավել մնաց Իտալիա։ Հռոմից հետո գնաց, չգիտեմ, Վենետիկ, Վենետիկից հետո չգիտեմ ուր գնաց, նկարները ցույց նստեց բանին, այս գետնին կոֆեր խմում բան, հարցում են, ասում են, մնացել ես, չէ՞, խո վեշ մեշոկի մեջ չես քնե, խո դու ասենք թե սպալնի մեշոկի մեջ փողոցում չես, հյուրանոցում ես, չէ՞ քնե։ Մի հատ իսկ ասես, ասեք, հիմա հայկական ժամանակ օրաթերթում տպի, այդ մեզ սաղս էլ արտասահման գնացել ենք հյուրանոց են գնացել, որ չեք աուտ անում ռեսեպշնից, մի հատ սիրուն տպում են, ինչքան գումարես վճարի, քանի օր ես մնացել, դնում են սիրուն ծրարի մեջ տալիս են քեզ, չէ՞։ Այդտեղ հյուրանոց չկա։ Այդ ինչ որ քեզ տվել են այդ հյուրանոցներից։ Մի հատ կլինի սիրուն հեռախոսով, նկարես, դնես հենց հիմա ինքո Facebook-ի էջը, որտեղ գրում ես, որ Ղազյան Էդգարը, Անժելան, Տխմարեն, Էշեն, չգիտեմ, այն այդ նույն էջի վրա։ Մի հատ կլինի դնես։ Ո՞վ է գրել, այդ ոչինն է գրել, ունկերի ոչինը, հա։ Գլի հիմա գրես դնես, թե դու ասենք թե Իտալիայում որ հյուրանոց ես մնացել, քանի օր ես մնացել, ու ինչքան փող ես տվել, ըստ մամուլի որոշ հրապարակումներ գիտես, չէ՞ ինչքան այլ է։ Օրը $3000, օրը 3000 եվրո։ Ու հլետի մենակ իրան, հետը մի հատ այդ իր TikTok նկարողը առանձին է, մի հատ գեշ աղջիկա միշտ հետ գնում է, այնի առանձին է, հա։ Տարբեր սենյակներում են քնում։ Դե չգիտեմ, ինձ դες բաներ մի հարցրու։ Թե ծախսն ինձ հետաքրքիր, ինձ մնացած ինտիմ հարցերը հետաքրքիր չի։ Չէ, ինչ են։ Տեսեք 3000, ուզում եմ հասկանամ, այդպես քանի սենյակ։ Դուք պատկերացնեք, եթե ամեն դեպքում հիմա ասեք ինչի համար ես գնացել կամ վերադարձին այդ աղջիկը որ ասում է դիմ Տիկին Աննա Հակոբյանը կմասնակցի Քաթարում Ցիերուն միջազգային փառատոն Աննա Հակոբյանը Քաթարում Ցիերուն միջազգային փառատոնին ինչի է մասնակցում ոչ մեկ չգիտի ոչ Ձիա ոչ Արաբա ոչ ասենք թե Նախրապանա ոչ ասենք թե չգիտեմ հովիվա որ ասես գնացել է իր համար մի հատ ձի ընտրի բերի դաշտերում իր ծառայություն իրականաց ասենք Աննա Հակոբյանը Քաթարում Ցիերուն միջազգային փառատոնին ինչ կապ ունի որ գնացել է դրան մասնակցել է հիմա մի հատ ասենք թե Քաթարի իր կեցության ծախսերը կարաս մի հատ սիրուն նկարես հեռախոսով դնես ինտերնետ իմանանք ինչքան փող ես ծախս
Բայց այդ սոփուշը այդ կյանքով, բան, հետել ասում են չեք ասում, որ մենք սենց ծախսերով ենք, որովհետև դուք թույլ չեք տալի, մենք իրանց թույլ չեք տալի, որ իրանք խափեն ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանն ասի, գիտես ինչ, մեր տունը ցուրտ։ Բուլատովի մատամը։ Դուք ասում եք ամառ, դուք ասում եք ամառ։ Խոզիկերը։ Տունը ցուրտ, ջեռուցումը չի տաքանում։ Շանկեր են գուտում, խոզիկեր են։ Ասում է ջեռուցումը միացնում են, չի տաքանում։ Զանգել եմ աղբորս, ասում եմ, ինչ աղբոր անը, մեկի անուն Արմենը, մեկի անուն Արմենը, մեկին չգիտեմ։ Արմեն, այն պապան այն փեչը որտե՞ր դրեն ցախի փեչը։ Մի հատ էլ իջի պատվալը նայ տես բանը, ճուլանը տեսեն ցախի փեչը որն է։ Մի դու այն տաղուշի մարսպետին, դու այն վահեն թոփ բերի։ Փեչ տունը ցուրտ է, երեխեն մրսում է, գոնե արփի սենյակ դնենք երեխեն դաս է սովորում։ Հիմա այս էս խափում է ժողովրդի, որ իրանց տունն այնքան ցուրտ է, որ Իջևանից դեբիլ հալիտում ես դեբիլի տեղ դնում, այ բախ։ Հետ ինքը ասում է ցուրտ է, հաջորդ օրը կնիկը նկար է հրապարակում, որ բանը չէ, ինքը սովորում էր, չէ՞ մի պահ։ Այդ խոլիգանական այդ գրառումները բաներ որ անում, այդ նա կրթությունից հետո է, թոյֆել էր պարապում։ Ու մի օրս էս մտել էր տուն, դասից ուշանում էր, որ դասատուն վրան չխոսա, կոշիկները հագցել էր մի կողմ, բանը մի կողմ, հազիվ պատից մի հատ ռոզետկա էր ճարը, լապտոպը միացել էր, նստել էր գեր, ուրեմն մի քանի $1000 կռեժնոն կողքը դրած է։ Ինքը գետին է նստել մի թամ ուսանող է, էլի, ու նկար է, դասիկ պարզ է, չէ՞, ով նկարեց դրանց տան մեջ։ Դրանց տուն 1000 ձերի ոստիկան պատահական մարդ խոչիկը 100% նկարողին ասել է, ասես մա դավայ, Մեթոն, բլավ, այ ջան, դու մոռացել ես, որ մարդը մի օր առաջ ասել է, որ դե տունը ցուրտ է, որ կնիկը սառը գետին պիտի չնստի։ Դու հիմա նստել ես սառը գետին, բա ախր Սառնա։ Ջանդամը չի նստել դուք էլ։ Դե հիմա։ Ընկելեք։ Չնայած ինչ պիտի լա, բայց դե ասենք ամեն դեպքում սառը գետին չես նստել։ Ես կնիկը ղազղանել ներողություն տես բառեր ասես ճակերտներ մեջ էլ ասեց ընկելա մեյդան ինչն ասես պատճառը։ Ես ասում եմ Թալաննա բացայ։ Բացի Վալկանիշ ընկել։ Բացի այդ ԱԱՑ-ն տալիս է, չէ՞, դե ասենք օպերատիվ հետ բան են տալի։ Ուսումնասիրությունների արդյունքներ, ասենք իր վարկանիշը ինչ է, այս process-ի վարկանիշն ինչ է, impeachment-ի գործընթացը սկսում, շամպես հասկանում են, որ սա ինչի է վերածվելու, հասարակական տրամադրությունները դրա հետ կապված ստուգում են, այդտեղ ասում են ոնց որ թե էսի լրջանում է, հասարակական աջակցություն կա այս ամեն ինչի նկատմամբ, այն մեկը հարցազրույց է տալի, այն ինձ է լսում, այն մեկը մի հատ հայտարարություն է անում, այն ինձ է լսում, գումա որ ինքը մնացել են այդ երկուսով։ Ոնգել են հիստերիայի մեջ ինչ կարան անեն, կարանք սրան պատժենք, սրանք էս անենք, սրան էս արա, ասես հիստերի իրանք էլ անհավասարը կշիռում են։ Այս մենակ ինքը չի, ասում եմ, այս մարդու կնիկ իրար հետ են, սրանք 100%։ Այս կարող է վերտալյոտի մեջ նստած պարապությունից ինչ պիտի անեն կապանից գորիսից գալիս։ Մի ուրիշ բան էլ տեսեք, ինքը ասում մենք տանը ասում ենք հետո, այսինքն իր վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ, որ ինքը մարդկանց Ինչևէ ասում տանն էինք խոսում։ Այսինքն ինքը մարդկանց ընկալում է ոչիլն է, չգիտեմ ինչ է, տեսեք, հիմա արդեն բան ա եղել էլի, բացել է։ Այո, տունը մարդկանց։ Հիմա ասում եմ այն ինչ որ խոսել են։ Վարչապետ էիք, բոլորից սիրում էինք, Արցախը սիրում էինք, չգիտեմ ինչ էինք։ Բայց եթե դրանք սկսին իրանց սենց բացայտել են, ընդ որում տան խոսացածը բարձրացել, այդ շատ բան տեղանելու եւ ասեք հենց նա պատկերացրու Աննան դրան տունը ինչա ասում։ Ինչ հնարավոր է։ Հեսա կգրի Եթե այս մարդը սենց հրապարակային ասելա գրելու է, հեսա մտել է կարդակ տենակի, հեսա գրելու է։ Ասեք այն ինչ որ Աննան ասում է Նիկոլ Փաշինյանին, պատկերացնես էդի գրի։ Հա։ Բա դոգ ես ասում։ Չէ, իրականում այդ շունը որ կար այնտեղ նստած բանը սատկած է, էլի ձայնը չկա, չգիտեմ, որ գրողի ծոցն է, ակնհայտ է, որ բան է, նույն տերերն են, նույն պատվիրատուներն են, ասում եք ինչ արեք, հիմա այդ դոգի ձայների վրա բանա, չէ, կռիվ է գնում, սենց ասել են, որ այս հանրության մեջ մի մաս կա, որ սատկում մեռնում է հայյանքի համար, սատկում մեռնում է այդ վիրավորանքների համար, չգիտեմ, ինչ որ բառերի համար, այդ դաշտը պարապա պիտի լսեն, այն ժամանակ որ սենց մի բան խոսում էինք դրա մասին, սպասում էին, ասում էին, տեսնեն գիշեր ինչա, չէ՞ ասելու այդ շունը, կամ իրանց առավոտը ինչ է ասելու։ Հիմա նույն բանն է անում, ասենք, այս ընկնավորվածը առավոտը վերակերում կամ իրիկունը ինչ է լսելու եւ ինչ է գրելու, էլի։ Դոգ դվայա դարձել այս ժողովրդի գլխին։ Այս տիկինը։ Հիմա չգիտեմ ինքը իր որորդ տիկինն, առաջին տիկինն է, երկրորդն է, երրորդն է, զուգընկերա։ Դրա համարակալումները չգիտեմ։ Ինչ չի, բայց իրեն թույլ է տալիս այսպիսի բանը։ Համարները վերևից կախեն։ Տահասը, հիմա քո բառերը քեզ է փոխանցվելու, տահաս, լավ լսի, թափթփուկ, մունկերի ոչիլ,
որ դու քեզ իրավունք ես վերապահում բոլորին վիրավորելու, քեզ դրել ես, չգիտեմ ինչի տեղ, չգիտեմ ով ես դու, որ բան ես անում, որոշում ես, հրնախլը հայտնի չի իր դիպլոմը կա թե չկա, ոնց որ իրանն էլ չէ, չկար։ Հիմա տգետ տխմարներով հավաքվել եք ու որոշել եք, որ պիտի աջ ու ձախ բան անեք, որակավորեք, չգիտեմ, պիտակավորեք, ինչ որ բաներ ասել։ Եղել ես ու մնալու ես համապատասխան տեղի, բունկերի, համապատասխան չգիտեմ ինչը, այդ հետո է պարզելու, որ չգիտեմ ինչն ես կամ ով ես եղել այնտեղի, բայց ամենայն դեպս եթե քո բառամթերքում ինչ որ sense բառեր կա, ոչ չի բան, առաջին բանը որ գալիս է մտքիս, բունկերի, ոչ չի իսկ ինչ վերաբերում է, ոչ որ էշ ես ասում, ինչ մեկ քո բառերը փոխանցելով քեզ, դու էշնել ես դու, ավանակնել ես դու, հովատակնել ես դու, այն մնացած բոլոր կենթանիներն էլ, որ դու քեզ առաջին տիկին հորջոջարալով բան ես անում, իրավունք ես վերապահում մարդկանց վիրավորել ու այսպիսի բան, պիտակավորումներ տալ, մի հատ ինչ որ բանին էլ մեր գործընկերներին էլ ինչ որ ղզիկը ասել ինչ լավ էլ ասեցին, ճաշակը այդ չի, եթե այդ քո ճաշակով ես չափում, քո ընտրությունով ես չափում, ճիշտ էր ասել, երբ արդեն իրենց համար բան է, էլի կոմպլիմենտ է։ Չէ, ճաշակը դե ով չգիտի ճաշակը, այս կողմից նայեմ, տեսնում եք ինչ է, Անայի ճաշակը։ Դե դրա առածից նայի իմացի էլի։ Առածից, ընտրածից են, չգիտեմ ինչ արածից, լեգենդներից։ Այդքան տղամարդու մեջ մարքետ է դրա վրա։ Մեկը դուք միջև պիտի հիմա որոշել է պատասխանը տա, որ Սամվել Բաբայանը այս ոչիլի հետ կապված պատասխանը տա, մի հատ հասկանանք բեղեր ինչի է սափրել, մազեր ինչի է սափրել, իսկ որ ինչ որ հարցերի պատասխան այնուամենայնիվ կունենանք։ Թող այդ ծախսերը հրապարակեն, ասենք հիմա ինչքան ծախս են անում օրական այդ ամառանոցի վրա։ Հիմա այդ մարդը ցանկացած մարդ այդ մասի ծառայտուրան չեք տպում։ Չէ, սա էլ է տարբերակ։ Եթե այդպես որոշել ես իբրև թե վեր կենալ առանց բացատրության, կոնկրետ ասել է, այսքան գումար։ Փաստերը կա, հարցում ուղարկել են, մի այդ այնց բաներով պատասխանատու մարդիկ է պետության փողենա, վեր կաց ցուցակով, կետ է որ ասում ես հատիկ, քաբաբ, չգիտեմ ինչ։ Կետ արկետ ներկայացրու ես մարդուն։ Հիմա ասենք թե գնանք սիթի ծառայտուրան ենք, ավտոմատ սիրուն չեք տպում, ասում այս է սառը, չէ։ Հաց է սառը, կարակ է սառը, բրինձ է սառը, լվացք։ Իմիջայլոց մենակ ձեր կարակայում։ Հիմա ասենք թե դու այդ կամարանոցը։ Դե վրա տես տղա ու աղջիկ եք, դե մի հատ հիմա հատ պատասխանեք Հրանտ Բագրատյանին։ 60 միլիարդ ձեր թալանի մասին է խոսքը, չէ՞, հատիկ ստվերից 7 տարում տարել եք։ Դե մի հատ այս հատիկ այդ անիֆի թալանը 100 միլիոնի մասին է խոսքը, քանի միլիոնի մասին։ Ահա, այդ մի հատ այդ թալանը հատիկ պատասխանեք։ Մի հատ այդ տենդերները, հա պարապ մարդեք, չէ՞ երկուսը։ Մի հատ հատիկ պատասխանեք, տեսնեք այդտեղից ինչքան եք թալանել, չէ՞ 1000 բանի քաղաքապետարանի չգիտեմ որտեղի այդ բաները տենդերները, մի հատ հատիկ հլը ասեք, տեսնենք պանձամոլիբդենի, այդ որ այդ մեքենաները տանում բերում են, ասում են Աննայինն է, մի հատ հլը բանով ներկայացրեք, էլի փաստերը, հրապարակումները առաջ գալի, Ծաղկաձորի հյուրանոցով ումա վերջը հասնում ովա հետևը կանգնած, Հովիկ Աբրահամյանի առանձնատունը վերջում Աննա ոնց է պտտում, քեզ է հասել թե քեզ չի հասել, Դվին հյուրանոցի ակցիաները քեզ է ասել թե չէ, սուպերմարկետինգների նոր ցանցը, այդ որ գրում են, մի հատ հլը ներկայացրեք, էլի տեսնենք այդ անունները, այդ ովքեր են տակ, այդ ոնց է պտտում գալիս է Աննայի, երկրորդ նախագահը պատական չի խոսում, մի հատ հլը ասա տեսնենք այն 100 միլիարդը սպյուրքը որ ուղարկել էր, այդ 100 միլիոնը, այդ 100 միլիոնը մի հատ ասա տեսնենք ինչ արեցիր, պարոն Վանեցյանը աչուձախ պատում է, ասում է Սամվել Ալեքսանյանի կանչում էինք նկուղ, ասում էինք 10 քանի միլիոն պիտի բերես, այն Սերժ Սարգսյանի եղբորից 30 միլիոն վերցեցիք, մի հատ ասա տեսնեմ այդ 30 միլիոն ուր եք տարել, այն 15 միլիոնը որ ասում են տարել ենք, կամ էլ պահանջեք թող պարոն Վանեցյանն ասի եղել է այդպես բան թե չի եղել, ամեն մեկից դա այդ Գագիկ Ծառուկյանը որ լռում է քանի միլիոն եք իրանից վերցրել, Գագիկ Խաչատրյանը որ լռեց քանի միլիոն եք իրանից վերցրել, այն Պեկի առաջվա նախագահից քանի միլիոն եք վերցրել, Գագիկ Բեգլարյանը որ լռում է համաձայնեցիք սուսպուս եկավ այստեղ նստեց քանի միլիոն եք վերցրել, Հովիկ Աբրահամյանից քանի միլիոն եք վերցրել, 2 միլիարդ անցավ, չէ, սպասեք, բայց մի հատ հասկանանք, այս միլիոնները ոնց եղավ որ Գագիկ Բեգլարյանը փախած էր, հիմա եկել ասել միլիոն վերցրել եք թե չէ, թե բարեկամաբար սենց սիրահոժար բերել եք, Հովիկ Աբրահամյանից օրինակ ինչ որ քանի միլիոն վերցրել եք թե տուն եք վերցրել, ոնց եղավ այդեն սուսուփուս ինչ որ ձայն չկա, Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետևից ընկել եք աղմուկ եք, իսկ քանի միլիոն վերցրեցիք, Վարդան Հարությունյանի են Գազանի քանի միլիոն եք վերցրել, որ տենց չաղ ու բախտավոր պտտվում է, Կարեն Կարապետյանի հետ բան եք պայմանավորվել, քանի միլիոն եք վերցրել, Սամվել Կարապետյանը գնում գալիս է, քանի միլիոն եք վերցրել, մի հատ տեսնենք այդտեղ միլիոններ եք վերցրել, ընկերական հարաբերությունը, բարիդրացիական հարաբերությունը, ինչ եք պայմանավորել, Սերժ Սարգսյանի եղբոր 30 միլիոնը, այդ արդեն հաստատ վերցրել եք,
Այդ 30 միլիոնը օրինակ որտեղ է։ Չիմանաք մի հատ էս որտեղ է։ 2 միլիարդ Դուք ընկելեք մի հատ միլիոն, չգիտեմ Տաբիր ինչու։ 2 միլիարդ Չէ, անցած։ եթե ինքը այդպես լավ անում էս տիկինը, եթե այդպես որոշել է, որ պիտի պատասխանի, բայց շատ կոնկրետ փաստով։ Ես շարունակում եմ պարոն Ղազարյանի խոսքերը։ Հիմա մնացած միլիոն երկրորդ նախագահը խոսեց, չէ, ասեց երկրորդ նախագահը 14 տարի $100,000 ամեն ամիս ռուսական կամպանիայի խորհրդական լինելով $100,000 է ստացել։ Մի հատ հաշվեք ինչ գումարներ։ Իրա ուղեղի շնորհք ինքերական հարաբերության, չգիտեմ ինչի, չէ՞ կարող ասեք, չէ՞ օթից է եկել։ Հիմա մի հատ դուք ասեք։ Մի հատ ձեր այդ ինքը հարց է բարձրացրել։ Այդ 7 միլիարդը որ դրել եք այս պետության վզին, չէ՞։ Մարդը բացատրեց 280 միլիոնով, այն որ քո թերթը տարածում էր, որ թալանել են, չգիտեմ ինչ են արել, բայց իրականում Ինչքան թատրոն կա վերանորոգվել է, բոլոր ճանապարհները վերանորոգվել է, թունել է կառուցել, մայրուղիներ է կառուցել, չգիտեմ ինչ է կառուցել։ Հիմա դուք ճիշտ ասում, դուք պատկերացնեք այդ 7 միլիարդով կամ 2 միլիարդով ինչ կարող էր արել։ Ինչ է արվել։ Ես չգիտեմ, դուք խելոք մարդ, ինչ է արվել, ասեք։ Այդ 2 միլիարդը ուր է։ 7, բա որովհետև եթե որոշել ես, օքեյ, ոչ մի խնդիր չկա։ Անա ջան, սիրուն ամեն օր այդ միլիոնների բացատրությունը տուր, մի հատ հասկանանք, տեսնենք ուր է։ Բա խեղդում էր միլիոնը, թալանը, չգիտեմ ես ինչը, 7 տարի նստածեք ուր է։ Թե ասես կլյազնիկի պես սրա վրա եք բան դնում, նրա վրա եք չգիտեմ ինչ դնում, մենակ թե ձայն չանեն, բոլորին վախ, մի օր պայթում է, չէ՞, տենց ձեր նման հերոսներն են գնացել, չգիտեմ ուր։ Հիմա ասենք ատամները կրճտացնում է, այսօր քո հարցը կլուծեմ էր, ասենք այդպես 20 հոգու հարց էլ լուծեցի, հետո հո դու 2 միլիոնի հարցը չես լուծելու, 10 միլիոն հայության հարցը չես լուծելու, չէ՞։ Մի ամբողջ ժողովրդի հարցն առավ, չկա տենց մարդ, գոյություն չունի, տենց այդ Հիտլերը, որ Հիտլեր էր, չկարողացավ, ամենա բռնակալները անգամ չեն կարողանում։ Այսպես պիտի խոսել, Քադաֆին չհամարձակվեք համեմատել։ Քադաֆին դրախտային երկիր է եւ 8-րդ հրաշքն է ստեղծել։ Երկրի մի ծայրից մյուս ծայրը ջրատարը անցկացրել եւ ինքն է գիտակցել Քադաֆին ասել է, եթե ես այս որ եղավ, այս աշխարհը կարող է այդ արևմուտքը մեզ չների, որտեվ ծաղկեցրել է իր երկիրը, սես թալանների մասին խոսք չի եղել։ Դրա համար խոսում ես, լավ ես անում։ Այդ չարովանները դիր մի կողմ, հիմա հերթով ամեն իրիկում բացատրի։ Այդ ոնց եղավ Գագիկ Խաչատրյանի հետ կապված ինչ է կատարվում։ Գագի Բեգլարյանի հետ կապված Հովիկ Աբրահամյանի հերթով մի հատ գրի հասկանանք տենան։ Կարող է քեզ քանի միլիոն է պետք։ Օրվա առևտուրը։ Չէ։ Ասենք օրինակ այդ ամառանոցային տնտեսության համար ինչ են առել։ Օրինակ ես ուզում եմ իմանալ, ոչ իլի դեղ կա մեջ թե չէ։ Ուրա 30 միլիոն ինչ են արել։ Ուրա այդ 100 միլիոն, ուրա ոնց է Սերժ Սարգսյանի եղբայր, Սաշիկ, հա, Սարգսյան։ Ուրա Սաշիկ Սարգսյանի 30 միլիոնը կետ արի, քյաբաբ Նիկոլ, օրինակ գրի, ուրա այդ 30 միլիոնը։ Ինչ ես արել։ Ես գիտեմ, ես փողից խոսում եմ կանգնավորվես։ Ինչ է գարի այդ 30 միլիոնը։ Այն 100 միլիոնը սփյուռքա հայության, ում տվեցիք, ինչ արեցիք, չէ՞։ Պարքեվավճար, մի հատ հրապարակեք, հասկանանք, տեսնենք այդ ոնց թալանեցիք, ինչ արեցիք։ Մի հատ օգնական ուներ, այդ падգամավոր դրա ազգանու կարծեմ Սարգսյանա դրանց, այն շիշ բռնող որ ասում են։ Դրա աղբերը իր օգնականն էր։ Այդ իր օգնական աղբերը, որը հիմա աշխատում է Հոպլոյի դրանց Փեսայի ընկերությունը, մենք կասկադում որ շինարարություն անում, դնացել անդե բարձր աշխատավարձով ընդ է աշխատում, Նիկոլի օգնականն էր։ Նոյեմբերի 6-ին թե 7-ին, այսինքն պատերը հրադադարից 2-3 օր առաջ, կառավարության որոշումով մի քանի միլիոն դոլար կանխիկ փող է ստացել։ Ու այդ փողի ճակատագիրը հələ ոչ մեկ չգիտի։ Կանխիկ է, ասենք մի քանի միլիոն դոլար կանխիկ փող է, գիտես ինչ է, դա ասենք մի ավտո մի գազել փող է, էլի։ Այդքան կանխիկ փողը ստացել է իբր որպեսի առնեն զրահաբաշխոններ եւ սաղավարտներ նոյեմբերի 7-ին, նոյեմբերի 9-ին կրպրծե։ Բարձա չէ որ ասենք դա չէր կարող առնել կամ որ առնել։ Բայց Ռուսաստանի շուկաներից ուղարկեցին այն օգնությունները, այդ ոնց է հայտնվել։ Այս ամեն ինչը պիտի բացահայտվի, չէ՞ ինչ է եղել։ Մարդ իրավունք չուներ բունկերում լինելու, ինչ է լսել ինքը, ինչ է փոխանցել, ինչ որ տեղերին բան փոխանցել է թե չի փոխանցել, ով է պատասխան տալու։ Բայց քանի որ ամենահուզող հարցը թալանն է, հիմա այս փողերը հերթով 3 քանի միլիարդի մասին ասեց երկրորդ նախագահը 2 միլիարդի մասին։ Հիմա հատիկ ներկայացեք այդ 2 միլիարդով ինչ եք արել։
Քանի գործարան եք բացել, ինչ արդյունաբերական չգիտեմ, ինչ եք արել, հումք արդյունաբերությունը ուր եք հասցրել, ինչ եք արել, բերանով եք ասում, պարոն Ղազարյան, 2 միլիարդ, ինչ եք արել, այդ 2 միլիարդը պատասխան տվեք, էլ չի անցնելու ձեր, նրա թալանը, սրա թալանը, չգիտեմ ինչ եք արել, մի հատ բացատրեք հասկանանք։ Այս միայն պիտի իրանց թալանից խոսել, թվերով, փաստերով, պարոն Ղազարյանը շատ փոքր թվից է սկսել։ Բայց էլի թիվա ներկայացնում, ասում եմ կոնկրետ ասեք, այս մեկ ինչը եւ այս ինչ ոճա մարդկանց բանը քննադատությանը չեք դիմանում։ Ձեր արևին բան եք, առաջին դեմքեր եք, ինչ եք։ Ալեն Սիմոնյանի մասին մի հատ ես հեղինակային ֆիլմ ունեմ, չէ՞, կոչվում է Ոսկե հորթը։ Ոչ թե Ալեն Սիմոնյանի մասին, այլ կոռուպցիայի մասին, ուղղակի ինքը դա շատ է հիշատակվում, որտեղ կոռուպցիոն դրվագները շատ են։ Հիմա ասենք թե օրինակ կպել ես ասում ես, այս ինչի դղյակ է, այս ինչի դղյակ է։ Այ ախպեր, մեռանք ասելով Civilnet-ներ գրե, ես դրանից էի վերցրել տեղեկությունը, որ Ալեն Սիմոնյանի մայրը ջրվեժում, առելատ դաչա, մեծ շենքա, փաստացի Ալեն Սիմոնյանն անդե ապրում, Ալեն Սիմոնյանի մայրը իր անունով այդ տունը, բայց ինքը Երևանում ապրում է, ջրվեժում Ալեն Սիմոնյանն է ապրում։ 30 քանի միլիոնը կանխիկ ինքն է տվել, 30 քանի միլիոն էլ հենց 30 միլիոն կարծեմ Հայ Էկոնոմ բանկը վարկ է տվել։ Հիմա մի ցանկացած թոշակառուկին իր տարիքի որ գնա բանկից ասին սպառողական վարկ տվեք 120,000 դրամով մի հատ Xiaomi հեռախոս առնեմ, չեն տա, կասեն այդ տարիքի կնոջը մենք վարկ չենք տալի։ Հիմա ես ուզում եմ իմանամ, այդ որ ոչ մեկին հեռախոս առնելու վարկ չեն տալի թոշակառուներին։ Ալեն Սիմոնյանի թոշակառու մայրը բանկից ոնց է վարկ ստացել, ես իմ քանի տարով հիպոթեկային վարկ է ստացել։ Այն դեպքում, երբ որ Հայ Էկոնոմ բանկի հիմնական սեփականատերերն են հանդիսանում նույն ազգային ժողովի падգամավոր Խաչատուր Սուքիաշյանը, նրա եղբայրը, նրա կինը, դասագրքերում կոռուպցիա, ոչ թե չգիտեմ։ Հիմա ասեք պատասխանը թող տան։ Հիմա ասեք դե ո՞նց է լավ։ Մարդուն ասում ես դու գողացել ես, բեր, այսքան ծախսել ես, ես մա դու բան ես, ես ոչխար ես, դու ես, դու էլ ջի ես, այ քեզ բան։ Իբր թե բան ա, այս ինչ մակարդակ է, այս ինչ վիճակ է։ Աներձակը իրա։ Հրաչը։ Մինչև 18 թիվը հրաչը մի օր 4 հատ պերաշկի ուտել կրել երջանիկ բարդ։ Ես ըլվա դրությամբ ասենք թե ամառանոցն դե մի տանիքը մի մասը չգիտեմ ինչ ունեն ինչ խառնա դրանց պատմությունները ինչ որ երեխեք Ամերիկայում են գնալը գալը sense սված ցոփ ու շվատ կյանքով ապրում այդ որդուց է լավ դրա այդ ինչ լավ տղա էր գնաց ընկավ դրանց խելքին դարձավ միլիոնատեր այդ ինչ շնորհքի տերա այդ ինչ արեստի տերա ասենք թե այդ ինչ կերավը տես դարավ այդ ոնց տենց է լավ կամ ասենք թե մեր նախկին մարզպետ են տրթատը ասենք ցանկացածը շենքի փող ասենք լիֆտի փող հավաքող են իրանց այդ համատիրության ինչպես է լինում այո հիմա հատիկ ներկայացեք ձեր այդ ստացած 400,000-ով չգիտեմ 500,000 դրամ ստանալով այդ ոնց է լինում ամեն մեկը չգիտեմ ինչերի տեր եք դառնում այդ միլիոնների հազարների Կիպրոսում խաղաղություն ալիս եվրոները բաժանում ասեն падգամավորը որ կարա ասենք թե sense հլնի այդ երկիր խաղաղություն անես ես պաշկո փող բաժան, դες բան հնարավոր է որ լինի։ Բայց այդ ոնց է լավ, այդ ոնց դառա որ դուք մինչև 18 թիվը սաղը ասենք թե մի փոր հացի կարոտ եկել է։ Հիմա սաղ նայում ես դրանց գույք եկամուտների հայտարար, հələ դու մենակ Նիկոլաննա ես, չի ասում։ Բայց ասեք դրանք սաղ տներ են առե, ասենք, սաղ նորակառու են։ Վագ Ալեքսանյան։ Ասենք, վայ։ Հա, վայ։ Բանը Պետրոսին ասում է ես խաղաղության աղավնի եմ։ Այր ասեք քեզ դաշտիրակներ աշխարհում իշ կենթանու է ասես համեմատել են բացի աղավնուց այ բալա դու իշ աղավնի ես արա դու ո՞ս կարաս աղավնի ես էնել խաղաղություն չէ ակնհայտ է պարոն Ղազարյան մի հատ եկեք Պարզ է, այս իրանց թալանը, որը տենց աղջիկ ես, վերկաց ամեն օր ներկայացրու, էսի ուրա են 30 միլիոն ուրա, 100 միլիոն ուրա, 1 միլիարդ ուրա, 2 միլիարդ ուրա, որ հասկանանք ինչքան եք թալանել։ Եթե չեք թալանել, այդպես ներկայացրու, ոչ թե քեզ գժի տեղ դիր, բան ես արել, բայց ակնհայտ է, սրատակից չեն կարողանում դուրս գալ, ակնհայտ ազգային ժողովում էլ ասել են լկտի, լեպիր, շամբարո, խուժան, ձեր բերանը բացեք։ Տեսեք ինչ է կատարում ազգային ժողովում։ Հա բայց ձեր նման խուժաններն են գնացել չգիտեմ ինչի ծոցը։ Հիմա համատարած բոլոր ասենք մեկն ասում է մի բան ասեն դու 3 ասեք, մի բան ասեք դուք 3 ասեք։ Հիմա այս վիճակի մեջ է ընտրությունը կամ Բայց դե ուրա թող այնա այդպես ազգային ժողով վախենում են գան։
Դե դու գնասեն, դերամ կարան գան։ Դե հիմա ինքը քանի որ Ման չի այդպես վախենում։ դեմ դիմաց չեն կարողանում Ասենք օրինակ հետևից մի հատ ինչ որ Ռուբեն Ռուբինյանը հետ հիմա նստում ազգային ժողով, նցը մի հատ է տահաշ ձեն ունեն զվելի էլի։ Այդ ձենով բանը քանեմ կշպրտեմ դուրս, չգիտեմ սես կանե ծաղրտում բան։ Գնացել եմ ին ոտով, գնացել եմ ազգային ժողով, ընդ որում նախապես ասել եմ թե ինչ հարցեր ունեմ, իր այդ քննարկում, ես սյուրպրիզ չի, էլի ասում եմ ես հարցերն եմ գալու քո հետ քննարկեմ։ Նստի, պատրաստվի, ու իմ պատասխանները պատրաստի, արի ուղի եթերում լրագրողները գան նստեն, կամերաները միացնեն, մի հատ իրար հետ խոսենք։ Ես քեզ հարցեր տամ, ընդամենը հարցեր տամ, դու պատասխանի։ Նախապես ասում եմ ինչ հարցեր։ Ասեմ օրինակ, պարոն Ռուբինյան, դու քո կենսագրության մեջ գրել ես, որ 2016 թվականի մայիսին, ապրիլյան պատերազմից հետո, քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատի կազմում Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանում թիվ N պաշտպանության բանակի զորամասում կցված իրականացրել ես մարտական հերթապահություն, ինժեներական աշխատանքներ ես իրականացրել։ Դրանց մեջ մարդկա պաշտպանության նախարարի շնորհակալագրով ապարգևատրել։ Ինքն էլ այլ է, Նիկոլն էլ ա եղել, Են չգիտեմ են փող քաղաքապետ կա որ ինչ հիմնարկի պետ ասեմ փակ։ Հիմա եթե դու ասում են երեխան ինչ են գրել։ Ինչ են գրել Ղազարյան։ Ինչ երեխան։ Են հեռախոսով են երեխան ինչ է կոմենտ։ Որ ասում է հաճացեք նկար։ Չի գրել, ասեմ կարա գրի, չի այդպես բան չի եղել։ Չէ, ասեն կարող են երեխին գրել է, հիմա այդ անում այլ դուք էլ ընկել եք թե բանը Ռուբինյանը ինչ ասում, չգիտեմ ինչա։ Հիմա տեսեք մեկը գրել է 2 ամիս դեռ չէ մի քանի ամիս էր եկել, արդեն $35,000 ինչ որական ջողեր է կախել։ Բա մի հատ գրի տեսնենք այդ որտեղից։ Այդ ինչի մենք այտենց 3,000-անոց չունենք, որ 35,000 տենց երկու նոր եկել է։ Այդ ոնց եղավ։ Չէ, ես ունեմ 3,000-անոց չեմ ավելի թանկել։ Հարցը դրանում չի։ Ասա մի հատ տեսնենք այս որտեղից։ Հա, այս որտեղից եկավ, սենց ունեցավ, ինչ արեց, հա? Կեսրարն է։ Չէ, պետք է սրա պատասխանները տրվի, որովհետև իրանք խելագարվում են, իրանք թալանն է բացահայտվել։ Իրանք թվում է պետք է 7 տարի, 30 տարի ասեին, թալանում են, այդ թալան բառի տակ Արցախը տան, թալանում են ամբողջ Սյունիքի բարձունքները տան, թալանում են 10,000 զոհ տան, թալանում են բառն ասեն 13,000 զոհ տան, թալանում են ասեն բանը Սյունիքը տան, Միջանցքը, չգիտեմ, Միջանցք են ասում, ճանապարհ են ասում, ինչա, այդ տան, թալանում են 300,000 թուրք բերեն այստեղ, թալանում են գրա կզի, կռանա, ստորանա Էրդողանի, Ալիևի ոտքերի տակ, հիմա ասեք ինչ էր անում այդտեղ։ Այդ ականջողները կիսուրն է տվել։ Հա, բա, կիսուրը իր մասին ինչ պետք է ասել է, Արմինե Օհանյանն էլ գրել է այդ բառը պատահական չէր, որ ասում է քանի կար միջև հիմա բանում գիտեին անդաստիրակես տանը, հիմա ամենտեղ գիտեն։ Հրապարակն էլ գրել չէ, դե պայմանական մտածում եմ բտանից ով պետք է ասածելներ։ Կիսուր, ինչ կիսուր, դրան ուր է կիսուր։ Դե չի ունեցել ժամանակին։ Չէ, նա բարձում չէ։ Հրապարակն էլ չէ գրասում է, քանի կա մի տանն էին, տանը գիտեին մենակ անդաստիրակես, հիմա դրսում էլ իմացան արդեն։ Ինչ էր անում այս մարդը, ուր էր գնացել, մատով կանչում էր Էրդողանը, Ալիևը։ Մատով կանչում է, այդ դերով ասում է դա ռադը քաշի գնա, ասում է, հե ինչ ասում է նորմալ է, ասում է պայմանավորվել եք, դա անում ես իր ասածները բան, տենց եմ էլի հասկանում, ասենք ձայնը չկա, բայց պարզ է որ դա ասում, հետո ասում է դա ռադ քաշի գնա, ռադ քաշել է թուրքերն ուր զև են ասում։ Ասում է ռադ քաշի գնա, ու ինքը Ալիևի թևանցու կալում, սկսում են առանձին զրուցել, բաս։ Բա մի հատ համ, բայբասի ձեզ սենց կանի։ Մա դետ կնգա ձայնդ քծիրը։ Գորրի բամի հատ 20 թիվներ էլ նախընտրական քարոզարշավին են հայակվել, որ ասում են այ կոշիկ լիզողներ, ինչքան օտար երկրի ազնագրով մարդեք տեսնում կոշիկները լիզում եք, որ դա կոշիկ լիզողներ եք։ Ճիշտ է։ Այդ էս հիմա որ նայում ես Մաքուր Ալիևի եւ Էրդողանի կոշիկ լիզելու կարգավիճակում է։ Մատով են խոսում։ Իդեպ ասեմ, որ այդ բանին Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին եք բան ասում։ Մի հատ գլուխը չի բացացել նախագահների հետ խոսալու, Ալիևն ասում է բանա։ Մի խանգարի ասում է, մարդկանց հետ կարևոր մարդիկ կան, ասում է զրուցում եմ Ռադքաշի Ադրբեջանի թուրքերն նույն ձևով է կարծում։ Ասում է Ռադքաշի Չէ, Ռադքաշին։ Ոնց է Ադրբեջանը։ Կարծեմ մի ձևի հիմա լավ չեմ հիշում, բայց տարածված ձև է։ Հա, բանը։ Չէ, օրաշը եսիմ ինչա։ Չէ, օրաշ յախտ։ Դե պիտի սովորենք էլի շատ իմանում։ Հա, վերջը սրանից էս ճամփում է։ Այն էլ ասում է, իսկ կլինի մի հատ գաս իրար հետ կոֆե խմենք։ Ասում է, հա, գնա կգամ։ Ոնց էր ասում Աշոտը, պաջամ կոֆե։
Խոսքով սա ազգային աղետ է, սա սովորական նսեմացում, սա միայն մարդկային նսեմացում, ստորացում չի, այս ամեն ինչը նաև վերաձևակերպվում է իրավապայմանագրային դրույթներ, դա դառնում է պարտավորություններ ու դառնում է Ադրբեջանի համար հաջողություն եւ մեր համար ողբերգական իրականությունը։ Տենց է եղել Տավուշից տարածքներ Ադրբեջանին հանձնելը, որ հետո ադրբեջանական լրագրողը ասում է ոնց եղավ պարոն նախագահ որ դիալոգ ունեցաք Հայաստանի հետ, ասում Հայաստանի հետ մենք ոչ մի դիալոգ չունենք, Հայաստանի հետ մանալոգ է, մենք պահանջում ենք, իրանք մեր պահանջները կատարում են։ Կամ բանի Ֆրանսիայի նախագահի թիկնապահի ձեռից բանը վերցնում է, զոնտիկը վերցնում է, դու ես կպահեմ։ Այո, պահել է, այլ ասեք, այդ քծնելու այդ բանը ինչու՞մ է, էլի, կամ ասեք ուր ես գնացել։ Միակ մարդն է եղել, որ Մոսկվայի Կարմիր հրապարակի շքերթի մասնակիցն է եղել ու գնացել է նաև այնտեղ։ Բայց այդ մարդիկ էլ չեն վստահելու։ Այդ մայիսի 9-ի առաջ այս նույն Եվրամիության ղեկավարները հայտնին ասին, քանի որ դա ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնի վրա է եւ այլն, կոչ ենք անում եվրոպական երկրների ղեկավարներին, առաջնորդներին ընդդեմ չգնալ, մենք դա այլ կերպ ենք ընկալելու։ Հիմա դու հենց գնացել ես ընդ քեզ շանտեղ դնող չկա, հենց ընդ էլ, որովհետեւ ասում են դու ինչ ես, ով ես, էլ հենց ոչ մոտը կանգնում խոսում են։ Սա տենց թեքնիկը մենակ անտերի պես մնացել է։ Մնացած իրար հետ բարևում են, խոսում են, հացեն։ Տենց ոնց կլինի։ Այդ եմ ասում։ Հիմա ոչ միտեղ դրան յուրային չեն ընդունում։ Դրա մասին հետո ելում այդ եվրոպական երկրների ղեկավարների համաժողովի ասում են դա Մոսկվա գնացածը չի, բան չէ, երեքի գլասը կողներս կանի մի բան լսի, դա սրա նրան ասի։ Այն այդպես բանը լմա չէ, այդպես ընտանեկան միջավայրում, այդպես մարդիկ են ելնում, որ ես մոտենում ասում եմ լավ, տղերք եկավ։ Չէ, բայց կարևոր բան ասեցիք, պարոն Ղազարյան, փաստորեն այնտեղ ոչ այնտեղ են վստահում, ասում են էսովա, ոչ էլ այնտեղ են վստահում։ Անժելա ջան, ասենք պարզ հոգեբանական բան կա, չէ, ասենք հիմա այս եվրոպական երկրների ղեկավարներն են, չէ։ Պատկերացրու դրանցից որևէ մեկի օգնականը, այդ իր ազգային ժողովում էս վերջերս որ ելույթեր ունենում են, պարելով բան են, գժական են, հայացքով բան են, որ ղժղժում է։ Հիմա ասենք այդ վիդեոն սաղ աշխարհ տարածվել է, չէ, YouTube-ում դրած բան։ Հիմա ասենք դե պատկերացրու, այդ ասենք օրինակ Լեհաստանի վարչապետի օգնականը։ Տանեմ ասում է պարոն Տուսկ, հələ մատ խնդրում եմ նայել, էսի Հայաստանի վարչապետը ազգային իրանց պարլամենտում ելույթ է ունենում։ Էսի նայում ասում, որ էսի գիժա, ասեք, պարզա չէ, այս տեսնողը, ես դու սաղս որ տեսել եք, ինչ եք մտածել։ Հիմա ցանկացած երկրի ղեկավար, այդ որ տենա նույն բանն է, չէ՞ մտածել։ Խո մեկը չի ասի, ինչ հաճելի է։ Ինչ լավ ելույթ է, ինչ հռետորական ձիրք ունի, ինչ լավ է ձևակերպում իր մտքերը։ Սա ինչ որ մենք ենք մտածում է, հիմա ասենք թե դրանից հետո, որ դու այդ մարդուն միտեղ տենաս։ Ոնց պիտի դրան, ոնց կարաս դու դրան ասենք թե նորմալ, դու ասում եք Չինաստանի նախագահը Լուկաշենկոին բարևում է, ինքը ոդի է կանում, դա ուշադրություն չի դառնում։ Ասենք եթե նա այդ վիդեոն տեսել է, ոնց կարա դրան մոտենա բարևի, չէ՞, այսինքն անհնար բան է արդեն, էլի հոգեբանական պահ է։ Այդ որ մի պահ խոսած Լուկաշենկո եւ ասում են այդ ինչ ես անում, հա, այդ ինչ է իրանում, այդ էր հարցնում Լուկաշենկոն։ Դո չէ, Լուկաշենկոյի շատ պետք է դրա ինչ էր անում, ինչ էր անում։ Թեքեց իր կողմից։ Այնա դիտմամ տարեն նստածրել են Լուկաշենկոյի կողքը, անցած անգամ որ գնացել է շքերթի, արանքում մի վետերան է նստածրել։ Այս անգամ է վետերանը ժետևի շակտ է նստածրել, ասում են թող նստի կողքը։ Բան պատժել են էլի դրան։ Ինչ արեց Սյունիքում, գնացել էին Սյունիք, ինչ արեցին։ Տեգետների դպրոցը ինքը ունդ է ուրիշ բան չունի անելու ու մի բան նկատեք։ Այս մարդը քարոզ արշավ մի բան նկատեք, խնդրում եմ, մեր ժողովուրդը միամիտ մարդիկ չեն, լավ էլ հետևում են ամեն ինչ։ Անցած տարի ինչ ինտենսիվությամբ էր եթում Տավուշ։ Հաճախ էին գնում, հա։ Քանի անգամ գնացեն Ոսկե պարկ, Իրանց ժողովրդի հետ հանդիպում, նորից առավոտ գնում էր, հետո նա շաբաթվա վերջին էր գնացել Տավուշը։ Դրանից առաջ հələ հիշի ինչքան մեծ ինտենսիվությամբ Արցախ են գնում։ Այդ որ տղեն էլ ընդ էր ծառայում, ոչ բարով։ Մի օր ասաց բանը, մի օր հայտարարեց, ասում է Հայաստանի ոչ մի ղեկավար Արցախ այդքան հաճախ չի այցելել, ինչքան ես։ Իրանից առաջ Հայաստանի ղեկավարները Ղարաբաղցին էլի։ Ասում է դրանք ավելի քիչ են Արցախ այցելել, քան ես եմ այցելում։ Հիմա Արցախ նյեմա։ Հիմա նույն ինտենսիվությամբ, դες վերջի մի ամսվա մեջ արդեն որորդ այցելությունն է Սյունիքի մարզ։ Նստում են պետական օթանավ, անցած անգամ էլ բանը չէ, ուղղաթիռ նստում էին Ղարաբաղ։ Հիմա ասում են Ալիևին Նիկոլ Էրդողանի խնդրելա, որ Ալիևին ասա չճնշի, չստիպի, ես թույլ տա, որ միջև ընտրություն հիմա մի ինչ որ բան է, չէ, 4 պատերազմ վերած մարդը
եւ այս թալանչին։ Ես հույս ունեմ ամեն օր իր այջուն գրի, այդ 100 միլիոնը ուր գնաց։ Մարդիկ փախած էին, այդ մարդկանց հետ ինչ էս պայմանավորել, որ հիմա Հայաստանում են եւ գործունեություն են ծավալում, բան, քանի միլիոն ես վերցրել իրենցից։ Այն մյուս գործարարները, որ այստեղ են ժամանակ առ ժամանակ ասում են ռեկետ եք անում, քանի միլիոն եք վերցրել, ո՞նց է եղել։ Այդ ճաշկերույթի միջարած կազմակերպես թե չէ վերջը, այդ 3 միլիոնանոց։ Չէ, ոնց է դրանից էլ որ նորություն։ Ջունի կազմակերպես թե չէ։ Չէ։ Չի եղել, ես չեմ հիշում դες բան։ Վերջին անգամ այն բան են, հաջողակ տղամարդիկ են, այն անհաջողների որ հավաքել են անուններ դրել են հաջողակ տղամարդիկ։ Երիտասարդ տղամարդիկ։ Հաջողակ։ Բայց ինձ չմբրջին էլ գնացել, ոնց որ 80 տարեկան։ Այդ հայ հաջողակների մեջ է։ Բայց եմ ասում։ Ասա երիտասարդ չմբրջին, քան ջմբրջի է, գմբրջի է։ Կապ չունի, հաջողակ է։ Գմբրջին ինչ եղավ գակ, չեմ անում ինչա, ան ինչ է, գմբրջի թե ջմբրջի։ Ջոնիկ ինչ էր անունը, ջմբրջի, խմբրջի։ Հա? Ինչ էլ ասեմ կանցնի։ Այսպես, պարոն Հասարյան։ Շնորհակալություն, եթե բան եք ավելացնելու, շնորհակալություն։